Աֆրիկյան էկզոտիկայից մինչ բրիտանական դասականի, իտալական ջերմությունից մինչ ճապոնական նրբաճաշակություն, լատինական դինամիկայից մինչ ֆրանսիական արդիականություն, ալպիական պարզություն, իսկ այս տարի 2012 սկանդինավյան հավաքածու, հանգստություն, մաքրություն և միաժամանակ գույների նուրբ համադրություն։ Համեցեք Կերամամարացի ծանոթանալու հերթական նորույթին։ Սասեյեմ, սուպերմարկետ ձեր տանը։ Ինչ է կատարվում ինձ հետ։ Ես երբեք էլ միրգ չեմ սիրել։ Ինչի եմ այսպես ագահին նման առանց դադարի ուտում։ Ինչ լինում է թող լինի։ Surprise! Արա։ Էնորն ասեցին, որ պահպահակ շատ է սիրում, ես էլ մտածեցի ահավոր շոք է, հաստատ չես հրաժարվի։ Արա, բայց էնոր ասեցիր, որ փող չունես։ Հա, էլի չունեմ, գրպանումս մի քանի հատ 100 դրամանոցներ էի գտել, որոշեցի իմ ու քո համար պահպահակ գնալ։ Իսկ դու ինչ մտածեցիր ձեր տանից եմ գողացել։ Արա, ես տենց բան չասեցի։ Բայ, ես գող չեմ։ Արա սպասի։ Վահե, դու ինձ շատ վիրավորեցիր։ Ես գող չեմ, ես շատ բաներ կարող եմ հանդուրժել, բայց ոչ թե դա։ Ես շատ սոված օրեր եմ ունեցել, բայց երբեք գողություն չեմ արել։ Արա, ես քեզ ընդամենը հարցրեցի։ Քեզ ինչ ա թվում, եթե ես այդպես բան մտածեի, քեզ մեր տուն կտանեի։ Դե հիմա արի գնենք պահպահակը ուտենք, քանի չի հալը։ Արի գնանք։
հիմար վիճակը։ Ամեն օր գնում եմ Նարեի տուն, տեսնելու Ինային ոնց է։ Ոնց որ նորմալ է, տենց էլ պիտի լիներ։ Երկուսս էլ ամեն ինչ անում ենք երախու համար, բայց իրար հետ ոչ մի բառ չենք փոխանակում։ Նարեիս ինչ արիր մեր երկուսի հետ։ Անընդհատից համոզում եմ, որ այդ ամենը իմ երևակայության արդյունքն է։ Բայց իմ աչքով տեսա, չէ՞։ Մեր կռվից, բաժանումից հետո Նարեն այդ աննասունի հետ սրճարանում էր։ Չէ, Նարեն։ Այդ ամենից հետո դու այդ տխմարին տեսնելուց պիտի ինչքան հնարավոր է հեռու փախնեի։ Մի վայրկյան էլ դրա կողքին չպիտի մնայիր։ Չգիտեմ։ Ես արդեն խելագարվում եմ։ Պատրաստել դեռ։ Բա ինչ եմ անում, չես տեսնում նոր եմ պատրաստում։ Այս տանը, որ ես չլնեմ բոլորդ սոված կմնաք։ Ավելի մամ, միշտ էլ Լիաննան է պատրաստում։ Ուղղակի այսօր այն աղջիկը գնացել է երեխուն կոշիկ առնելու։ Ճիշտ է, միշտ Լիաննան է պատրաստում։ Իմ արածը ձեր աչքին չի երևում։ Այս տան մեջ ով է ինձ երբ գնահատել, որ հիմա գնահատի։ Իզուր տեղը ինչի եմ խոսում ասա։ Մամ, այսօր ինչ ա եղել քեզ։ Ինչի ես մի տեսա։ Էլ ինչ որ մեկ հետ կռվել ես։ Բայց ինչից ենթադրեցիր, որ ես եմ կռվել։ Ոնց եմ հոգնել ես ամեն ինչից։ Հերդ ճիշտ է ասում։ Որոշելա բաժանվենք, ավելի լավ է բաժանվենք։ Ես գլուխս առնեմ, թողնեմ ստեղից գնամ։ Հլը տեսնեմ առանց զինա ինչ եք անելու։ Մամա, ինչ բաժանվել, ինչ ես խոսում։ Բա չգիտես։ Հերդ որոշելա, որ մենք պետքա բաժանվենք։ Էլի կռվել եք։ Այսինքն ինչ եմ ասում, այդ որ օրը չեք կռվում, որ։ Իսկ բաժանվելու համար էլ Երևի պապան ասել է, որովհետև էլի հունից հանել ես խեղճ մարդուն։ Դե եթե ճիշտ խոսալու համար կարելի է բաժանվել, թող բաժանվի։ Ինչ ես ասել, որ հասցրել ես այդ մարդուն այդ վիճակին։ Ինչ եմ ասեմ, Մարա ջան։ Ասեցի, որ Նարեն գա հարսանիքի տեղը, բոլորը հյուրերը կհասկանան, որ Նարեն բաժանվել է։ Ավելի լավ է Նարեն էլ չգա, որ մենք բոլորին ասենք, որ Նարեն ընտանիքով գնացել են Հայաստանից դուրս հանգստանալու։ Սխալ բան եմ ասեմ, Մարա ջան։ Մամա, ինչ ես խոսում։ Ուր ես հասել։ Ես իմ հարսանիքը անում եմ իմ հարազատների համար, ոչ թե ուրիշների։ Ուրեմն մենք պիտի Նարեին ասենք մի արի հարսանիքից, ինչ թե ուրիշները կմտածեն, որ մեր ընտանիքում ամեն ինչ իդեալական չի։ Օֆ Մարա, դու էլ հորդ նման քթիցը տենկող ոչինչ չես տեսնում։ Չէ, մամ ջան, ես շատ լավ էլ ամեն ինչ տեսնում եմ։ Քեզ թվում է ես չեմ հասկանում, որ քեզ Նարեի մենակ գալը չի անհանգստացնում։ Քեզ Նարեի ներկայությունն է անհանգստացնում, որովհետև Նարեն ուրիշ կնոջից է։ Մամա։ Համարա, հենց դա է ինձ անհանգստացնում։ Քանի տարի անցել, բայց այդ փաստը ինձ շատ անհանգստացնում։ Ես հանգիստս կորցրել եմ։ Նարեին էլ ամեն անգամ տեսնելուց պատկեր
պատկերացնում եմ ոնց է հերդ ինձ խաբել, դավաճանել։ Ես քեզ շատ լավ հասկանում եմ, մամ։ Բայց այդ շատ վաղուց է եղել։ Նարեն մեր քույրն է, ու ինքը հիմա մենակ է։ Մեր օգնության կարիք ունի, հասկանում ես, մամ։ Մենք պիտի իր կողքին լինենք։ Չէ, Մարա ջան, չգիտեմ դուք ոնց, բայց ես հոգուս խորքում չեմ կարողանում ներել հորդ։ Չնայած արդեն շատ ժամանակ է անցել, բայց ես ուզում եմ, որ մենակ մեր ընտանիքը լինի, հասկանում ես։ Հավատա, Նարեն քեզնից քիչ չի տառապել։ Մարա ջան, ինչ ես դու իմանում, ինչ է նշանակում տառապել, տարիներով տառապել։ Որ իմանաս աղջիկ ջան, ինչերի միջով եմ անցել, ինչքան արցունք եմ թափել։ Ես ուղղակի խնդրում եմ քեզ, մամ։ Հարսանիքս չփչացնես։ Անիմաստ պատմություններ մի սարքի։ Արա դա հանուն մեզ։ Հանուն ինձ։ Յոթ րոպե պետք է սպասեմ։ Սենց չի լինում։ Ինչքան ասում չխառնում եմ, չի լինում։ Ալո։ Ալո Մարկ։ Հակոբն է։ Հա, ձեզ Հակոբ, բարև։ Մարկ, մենք պիտի հանդիպենք, խոսենք։ Հա, ձեզ Հակոբ, հանդիպենք։ Երբ։ Ինչքան հնարավոր է շուտ։ Թեկուզ հենց հիմա։ Հենց հիմա։ Լավ։ Գնա ձեր օֆիսի կողքի սրճարանը, ես արդեն գալիս եմ։ Ես օֆիսում չեմ, բայց հեսա որ վրայ Կարասնան։ Լավ։
Լրացավ ժամանակը։
Ես ասում, ես էլ ամբողջ գիշեր չեմ քնել։ Բայց ինչ արած, տենց էլ ա լինում։ Հա բայց այդ արդար չի։ Կարինա ջան, հիմա ոչ մի բան արդար չի։ Հիմա ինչ ես անում։ Տանն եմ։ Ոչ մի բան անելու էլ տրամադրություն չունեմ։ Բա որ ես քեզ շատ խնդրեմ, ինձ կօգնես, հա։ Հա, իհարկե, դու մենակ ասա։ Գիտես, Լաուրան ինձ իր մոտ աշխատանքի ա վերցրել։ Դու հիմա Լաուրայի օֆիսում ես աշխատում։ Հա դե, մի կերպ պիտի գոյատևեմ, թե չէ։ Կարինա ջան, բայց գործերից գլուխ չեմ հանում, ես վաղուց չեմ զբաղվել այս թղթապանությամբ։ Ես գիտեմ, որ դու հասկանում ես, կօգնես ինձ։ Ոնց օգնեմ։ Գաս էստեղ ու մի քանի ցուցումներ տաս։ Հորաքույր կներես, բայց ես քեզ չեմ կարող օգնել։ Դե գիտես, ես այդ օֆիս չեմ կարող գալ, որովհետև Միկան էլ է այդտեղ աշխատում։ Հա, իմացել եմ, բայց ինքը այսօր ստեղ չի։ Հետո դու լավ գիտես, որ ես քո հետ եմ, երբ ես քո հետ եմ, քեզ ոչ ոք ոչ մի բան չի կարող ասի։ Հետո ինչ ասեմ, եթե չգաս ոչինչ, ընդամենը չեմ աշխատի։ Չէ, կներես, չեմ կարող։ Լավ։ Որ դու ինձ կօգնես։ Լավ, սպասում եմ։ Ինչ է եղել։ Նարե։ Լացել ես։ Նարե կխոսած վերջապես։ Ինա դու ճիշտ էիր։ Այսինքն։ Ես հղի եմ։ Ինչ։ Հա, հղի եմ։ Նարե։ Շնորհավորում եմ, Նարե։ Չեմ հավատում, բայց ոնց իմացար, բժշկի ես գնացել, բայց դու չես գնացել տնից։ Ես մի պահարակ դուրս եկա գնացի դեղատուն ու հետ եկա, տեստով եմ ստուգել։ Ինա, չես պատկերացնի, թե դա ինչ է նշանակում ինձ համար։ Այս երկու պստիկների միջև ինձ համար ոչ մի տարբերություն չկա։ Ես երկուսին էլ հավասարաչափ եմ սիրելու։ Բայց այս քան դժվարությունների միջով անցնելուց հետո Իսկ ես լրիվ հասկանում եմ, Նարե։ Իսկ Մարկին ասել ես արդեն։ Չէ,
Բայց ինչի։ Դու պատկերացնում ես ոնց կուրախանա Մարկը։ Ես վստահ եմ այդ լուրը լսելուց հետո դուք անպայման կհաշտվեք։ Ես ուզում եմ անձամբ ինքս ասեմ, ուզում եմ երեկոյան գնամ ու ասեմ Մարկին։ Մարկը ոնց է երջանկանալու, միանգամից երկու երեխա։ Բարև ձեզ։ Բարև։ Կներես էլի ուշացա մի քիչ։ Խցանումների մեջ էինք։ Հա, ոչինչ։ Մարկ, կարծում եմ հասկանում ես, թե ինչի համար եմ քեզ կանչել։ Հա, հասկանում եմ։ Գիտես, երկար ժամանակ մտածում էի չխառնվեմ։ Կարծում էի դուք ինքներդ ձեր հարցերը կլուծեք դու ու Նարեն, բայց տեսնում եմ այդ անջրպետը գնալով ավելի մեծանում ու խորանում է։ Մարկ, աղջիկս մեղք կա։ Ինչ է լինելու այս ամեն ինչի վերջը։ Ձաձակով։ Անկախ ամեն ինչից դու գիտես, որ ես քեզ միշտ էլ հարգել եմ, ընդունել եմ ամեն կողմի ասած եմ։ Բայց ես այս դեպքում ես չեմ կարող քո հետ այս ամենի մասին խոսել։ Հարգում ես, հա ինձ։ Ինչ արժի քո այդ հարգանքը, եթե աղջկաս մասին սխալ բաներ ես մտածում։ Ձաձակով։ Ես չեմ ուզում ձեր հետ կոպիտ խոսամ։ Բայց դե ձեր դիրքորոշումն էլ ես չեմ կարող անդուրժել։ Լսի, կարծում ես չգիտեմ ինչի համար եք դու Նարեն կռվել։ Ու ինչի հիմա Նարեն առանձին ապրում։ Եթե գիտեք, ուրեմն առավել ևս, պիտի հասկանաք իրավիճակը։ Չեմ հասկանում։ Եվ չեմ էլ ուզում հասկանամ։ Դու գիտես Նարեն քեզ ինչքան է սիրում։ Գիտես ինչ նվիրված է քո ընտանիքին։ Լսի, մեղ կա Նարեն։ Եթե մտածում եք, որ ես տանը նստած ու առանց հիմքի Նարեին ուղակի մեղադրում եմ, առանց ինչ-որ բան տեսնելու, ուրեմն ինչ ասեմ, Նարեն իրոք մեղք է։ Մի կողմ դիր այդ քո տեսածներն ու լսածները։ Ձերքդ դիր խղճիտ ու ասա, դու իրոք հավատում ես քո ենթադրություններին։ Իրոք հավատում ես, որ Նարեն քեզ կարող էր խաբել։ Տեսար, դու ինքդ էլ ես կասկածում դրան։ Լսի, շուտով երեխա եք ունենալ։ Այդ աղջիկը ինչ-որ պրոբլեմներ ունի։ Դու Նարեն պիտի միասին լինեք։ Դուք մենակ միասին կարող եք հաղթահարել այդ բոլոր դժվարությունները։ Ինչքան էլ ես ու Նոնան խառնվենք, ինչքան էլ մենք ուզենանք այս ամեն ինչը հարթել, իզուրա, դուք ինքներդ պիտի լուծեք ձեր հարցերը։ Եթե իրոք իմանայի, որ իմ աղջիկը ինչ-որտեղ սխալվել է, ես քեզ չէի զանգի։ Մարկ, եթե դու Նարեին սիրում ես, չես թողնի, որ ինքը տառապի։ Մտածի ասածներիս մասին, Մարկ, քանի դեռ շատ ուշ չի։ Ափսոս չեմ ուզում։ Հեշտ է խորհուրդներ տալը, Նարեն տառապում է։ Իսկ ինչի չեմ մտածում, որ ես ավելի շատ եմ տառապում, որ իմ համար ավելի դժվար է։ Բարև Նոնա, կարելի է։ Բարև մամա ջան։ Ներս արի։ Ոչինչ չէ, որ առանց զգուշացնելու եմ եկել։ Ուղղակի գիտե, որ Արամը այս ժամին այստեղ չի, դրա համար եկա, որ խոսենք։ Ինչ-որ բան ես իմացել։ Չէ, մամային հարցրեցի, ոչինչ չասեց։ Ու հնարավոր է, որ ինձ ուղղակի թվացել է։ Ու իրանք ուղղակի կենցաղային թեմաներից են խոսել։ Ժանան չէր գա կենցաղի մասին խոսալու։ Լավ, դու մենակ դե համար ես եկել։ Չէ, Նոնա։
Ես քեզ բան պետք է ասեմ, որ դու անպայման պետք է իմանաս։ Բայց խնդրում եմ ինձ չմեղադրես։ Ժաննայի հետ է կապված։ Հա։ Դե մանե ասա էլ մի ցքի։ Նոնա, որոշ ժամանակ առաջ իմ ու Արամի հարաբերությունները լարված էին։ Ու ինձ նույնիսկ թվում էր, որ ես իրեն չեմ հետաքրքրում։ Բայց դա ինչ կապ ունի Ժաննայի հետ։ Դե ես դա քեզ ասում եմ, որ հասկանաս, թե ինչի եմ գնացել այդ քայլին։ Այդ ժամանակ Ռուսաստանից զանգեց ընկերուհիս։ Ասաց, որ ուզում է ծանոթացնի Արամի հորաքրոջ հետ։ Ես էլ զարմացա, որովհետև ես էլ չգիտեի նրա մասին։ Մի րոպե, դու այդ երբ մասն ես խոսում։ Մի քանի ամիս առաջ տեղի ունեցածի մասին եմ խոսում։ Ու այդ ժամանակ ես խոսեցի Ժաննայի հետ։ Այսինքն Ժաննան քո հետ խոսացել է մինչև Հայաստան վերադառնալը։ Հա։ Բա ինչ էր ուզածը։ Շատ բարեհամբույր կին էր։ Պատմեց այն, ինչ պատմել է Արամենց, որ Ռոբերտ Մարկիչի հետ խնդիրներ ունեցել, իրար չեն հասկացել։ Դե ինչ որ դուք գիտեք։ Հետո խնդրեց, որ օգնեմ իրեն երեխաներին ավելի լավ ճանաչի մինչև Հայաստան գալը։ Ասեմ, թե ինչով են զբաղվում, ինչ են սիրում, դե մի խոսքով ամեն ինչ։ Մանե մենակ չասես դու դա արել ես։ Դե նոն ես քեզ ասեցի չէ որ այդ ժամանակ իմ ու Արամի հարաբերությունները լարված էին։ Ինձ թվում էր, որ դրանով ես կկարողանամ գրավել նրա ուշադրությունը։ Հետո Արամը անդադ ասում էր, որ հարազատների կարիք ունի։ Ընկերուցս էլ հարցրեցի, ասաց կարող եմ վստահել այդ կնոջը։ Վայ մանե։ Ոնց կարող է դու նման բան անել։ Մարկեն ցցել ես պատմել։ Հա։ Մարկը այդ ժամանակ հիվանդանոցում էր։ Նարեին էլ առևանգել էին։ Այդ ժամանակ ինքը անդադ զանգում էր, հարցնում էր. ոնց է Մարկը, ինչ են անում։ Սա արդեն շատ լուրջ ժաման է։ Նոնա շատ մեծ սխալ եմ թույլ տվել։ Հա մանե։ Ժաննան հիմա արդեն ամեն ինչ գիտի Մարկի, Կարինայի, Արամի մասին, ու այդ ինքը օգտագործելու է իմ դեմ։ Նոնա, ես իրոք չէի ուզում։ Ուղղակի ընկերուս ասաց, որ Ընկերուհուդ լավ վճարել է Ժաննան, հաստատ։ Չէ, ու ինքը տենց աղջիկ չի։ Ուրեմն վախացնել է։ Նոնա, բայց ինչ է իր ուզածը։ Մանե, ես քեզ արդեն ասել եմ։ Ես դրա մասին քեզ ասել հիմա չեմ կարող։ Արամը գիտի դու իրան ասել ես։ Չէ, ու խնդրում եմ դու էլ մի ասա լավ։ Չեմ ասի, բայց լավ կլինի դու ասես։ Ուղղակի ես խառը պատմություններից հետո համարձակությունս չի հերիքում։ Ես ուղղակի ուզում եմ, որ դու անպայման իմանաս։ Մեկ էլ խնդրում եմ, Ժաննա ինչ ասես, հա։ Ես ուղղակի վախենում եմ այդ կնոջից։ Չէ, չեմ ասի։ Բայց ապրես, որ դու ինձ ասեցիր։ Հիմա գոնե ես համոզված եմ, որ Ժաննան իր նպատակին հասնելու համար ոչինչի առաջ չի կանգ առնի։ Չէ, ոչ մի դեպքում։ Ինձ քո նման աշխատող պետք չի։ Վաղվան ինձ ոտդ օֆիսում չտենամ։ Դու ազատված ես աշխատանքից։ Պահ։ Միկա, ասում ես Լաուրան տեղյակ է այս քո ինքնագործունեությունից, հա? Լաուրան պետք է երջանիկ լինի, որ ես իր օֆիսը մաքրում եմ աղբից։ Լավ, հասկացա։ Հիմա վեր կաստեղից հետ ես պիտի նստեմ։ Չհասկացա։ Դու ինչ է, ուզում ես Կարինան գա, տեսնի, թե ոնց է իր հորաքույրը աշխատում իր նախկին սրիկը ամուսնու հետ, չէ՞։ Դե վեր կաստեղից տայ տղա։ Մի քանի ժամով Միկա ջան, դու ընդամենը շարքային աշխատող ես։ Ես թղթաբանությունից ոչինչ չեմ հասկանում, իսկ Կարինան գալու է ինձ օգնելու։ Չհասկացա։ Դու ուզում ես, որ ես ու Կարինան չհանդիպենք։ Այ տղա, եթե ես տենց ուզենայի, ինչի պետքա վեր կենայի գայի, հա։ Լավ, բարձա։
Ուզում ես, որ ամեն ինչ բնական լինի։ Վերջապես տեղ հասավ ապրես։ Վերջապես ինձ հասկացար։ Բայց ուշադրի լսի ինչ եմ ասում։ Այսօր քեզ հանգիստ ես պահում։ Էլի չփորձես Կարինային ապացուցես, թե իրան սիրում ես, այդ լոլոներն ու էգյատները կարդաս։ Եղավ։ Չհասկացա Ժան։ Միկա ջան, կանանց մի տեսակ կա, որոնց մոտ այդ լոլոները, այդ մեթոդը չի աշխատում։ Այդ տեսակ կանանց մոտ հակառակության ոգին է խոսում։ Կարինան հենց այդ տեսակ կանանցից է։ Հասկացար։ Ուզում ես ասես, որ իմ խոստովանությունները ու ուշադրությունը հակառակ ազդեցություն է ունենում։ Հա։ Բայց Կարինան առաջ տենց չէր։ Փոփոխականությունը, Միկա ջան, կանանց համար բնորոշ հատկություն է։ Ինչ վերաբերվում է քեզ չանհանգստացնելու, ինչև Ժաննայի ասել է, ես արդեն որոշում եմ ընդունել։ Ու ես որոշել եմ քեզ չանհանգստացնել։ Երեխային կհանձնես մանկատուն, կամ կտաս ինչ-որ ընտանիքի։ Ինձ այդ երեխան պետք չի։ Մամ, եթե դու ինչ-որ բան գիտես, ասա ես էլ իմանամ։ Կարինա, ես Արսենին չեմ տեսել, բայց այս տղան քեզ շատ չէ սիրում։ Ու ես չէի պատկերացնում, որ ինքը կհրաժարվի քեզանից։ Սասեյեմ, սուպերմարկետ ձեր տան։